Մեկ չափաբաժին նրբաբլիթների համար անհրաժեշտ է կիլո 700-ից կիլո 800 գրամ տավարի փափկամիս, որին ավելացնում ենք 1 սուրճի բաժակ ջուր։ Մսի հետ նախօրոք աղացել եմ 200 գրամ խոզի սալը և 3 հատ գլուխ սոխ։ Միսը համեմում ենք աղով, կարմիր աղացած պղպեղով և սև աղացած պղպեղով։ Ավելացնում եմ նաև մի փոքր չորացրած ռեհան կանաչիներից։ Մինչև մսի եփվելը անընդհատ խառնում ենք, որպեսզի խոշոր կտորներ չմնան։ Եթե պարբերաբար չխառնենք միսը եփվելու ընթացքում, մսի եփված խոշոր կնտիկները այդպես էլ կմնան։ Միսը պետք է այսպես հավասար մասսա լինի, առանց գնդիկների։ Եփում ենք այնքան, մինչև ավելորդ հեղուկը ներծծի։ Եփվելուց հետո շատ չենք տապակում, որպեսզի մնա հյութեղ, այդպես ավելի համեղ է ստացվում։ Թարմ կանաչիներից վերցրել եմ համեմ և սամիտ, ասեմ, որ սամիթով ավելի համեղ է ստացվում, և մանր կտրատում եմ։ Վերջում, երբ արդեն միսը պատրաստ է, ավելացնում եմ կտրատած կանաչին, խառնում և անջատում, թողնում մի փոքր հովանա։ Միսը հովանալուց հետո սկսում ենք փաթաթել։ Փաթաթում ենք այնպես, ինչպես ցուցադրված է։ Այս տարբերակով նրբաբլիթներն ստացվում են շատ համեղ։ Երկու կողմից տապակում ենք բուսայուղով և վերջ ստացվում է շատ համեղ նրբաբլիթներ։